Տելեսկոպ։ Այսօրվա մեր դասն է տելեսկոպը։ Տելեսկոպը օպտիկական սարք է, որը մեծացնում է հեռավոր առարկաները, հավաքելով ու կենտրոնացնելով լույսը։ Այն թույլ է տալիս մարդկանց տեսնել այն, ինչ սովորական աչքը չի կարող տարբերել՝ աստղեր, մոլորակներ, լուսին, գալակտիկաներ։ Տելեսկոպը աշխատում է ոսպնյակների կամ հայելիների միջոցով։ Տեսակներ՝ ոսպնյակային տելեսկոպ, հայելային տելեսկոպ։ Առաջին օգտագործողը։ Տելեսկոպը առաջին օգտագործել է Գալիլեո Գալիլեյը 1609 թվականին։ Նա դրանով դիտել է լուսինը, Յուպիտերի արբանյակները և աստղերը։ Տելեսկոպներով կարելի է տեսնել լուսնի խառնարանները։ Արևային ճառագայթներ։ Արևային ճառագայթները լույս և ջերմություն են տալիս երկրին։ Արևային ճառագայթները տաքացնում են ջուրը։ Խոշորացուցիչով կարելի է կենտրոնացնել արևի ճառագայթները և այրել թուղթ։ Մոմ։ Մոմը պատրաստվում է մոմանյութից և բոց է տալիս լույս ու ջերմություն արձակելով։ Մոմը լույս է տալիս մութ սենյակում, քամուց մոմի բոցը կարող է հանգչել։ Մոմի լույսը թույլ է, բայց ջերմ ու մեղմ։